Փաստ թերթի տեղեկություններով հետընտրական խմորումները չեն դադարում քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքերում։ Ասում են Փաշինյանը շատ դժգոհ է արված աշխատանքներից, արդյունքից, բոլորին պատերով է տալիս, միևնույն ժամանակ չնայած ցույց է տրվում, թե ներքին ընտրություններ են կազմակերպվում, իրականում իր ուզածով է կազմում թե ազգային ժողովի խմբակցությունը, թե խորհրդարանի ղեկավարությունը, թե բնականաբար կառավարության կազմը։ Այդ ամենի արդյունքում թերթի տեղեկություններով ներսում ձևավորվել են խմբեր, որոնք իրար մեջ դժգոհում են, որ իրականում այս վիճակի մեղավորը հենց ինքն է, իր անձը։ Ավելին, ոմանք նույնիսկ վստահ են, որ եթե Փաշինյանը առաջին համար չլիներ, ամբողջ ընտրաշաբն իր վրա չվերցներ, ավելի շատ քվե կստանային։ Պատճառաբանությունն այն է, որ Փաշինյանի հակավարկանիշը, որը չափազանց բարձր է եղել, ամենից շատն է իրենց դեմ աշխատել։ Ըստ թերթի տեղեկությունների կան ԿՊԱ-ական շրջանակներ, որոնք կարծում են, թե ավելի լավ կլիներ, որ ցուցակը գլխավորել կուսակցությունից այնպիսի մեկը, որն այդպիսի հակավարկանիշ չունի։ Ըստ այդմ կարիք չէր լինի այդքան միջոցներ ներգրավել իշխանությունը պահելու համար, դեռ մի բան էլ հույս դնել Վահագն Հովհաննիսյանի վրա։ Իդեպ կան տեղեկություններ, որ այսպիսի խոսակցություններ հասել են Նիկոլ Փաշինյանի ականջին։ Եթե իսկապես այդպես է, ապա ըստ ամենայնի արձակուրդից վերադառնալուց հետո Փաշինյանն արդեն ներկուսակցական ռեպրեսիաներ կարող է սկսել։ Գրում է թերթը։ Փաստ թերթը գրում է. քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված եւ անզիջում դիմադրություն մի նոր ռազմաճակատ, որտեղ խորհրդարանական ամբիոնը վերածվելու է քաղաքական գոյամարտի հիմնական հարթակի։ Ապագա խորհրդարանն ակնհայտորեն չի լինելու դասական օրենսդիր մարմին, այն դառնալու է քաղաքական բախումների, իրավական պաշտպանության եւ իշխանական ապօրինությունների մերկացման առաջնագիծ։ Չնայած ներքին ճնշումների, ապօրինությունների շղթային եւ իշխանության ձեռքում կենտրոնացած վարչական ու իրավապահ լծակներին, ընդդիմադիր ուժերը, ինչպես երևում է, ոչ միայն չեն նահանջում, այլ ավելի են ուժեղանում, ինչից էլ այսպես իրար է խառնվում իշխանությունը։ Ավելին, ընդդիմության ձեռքին կան հզոր գործիքներ, որոնց գրագետ եւ արդյունավետ կիրառումը կարող է արմատապես փոխել քաղաքական ուժերի հարաբերակցությունը։ Առաջին լծակներից մեկը միջազգային հարթակներում ակտիվացումն է։ Մյուս կողմից պայքարի առանցքային ու ամենաարդյունավետ ուղղություններից մեկը դառնալու է հենց տեղերում աշխատանքը եւ ընտրողների հետ անմիջական մշտական կապի պահպանումը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո նախագահական ինստիտուտը վերածվեց հիմնականում ներկայացուցչական կառույցի, սակայն նույնիսկ այդ սահմանափակ լիազորությունների պայմաններում հանրությունն իրավունք ունի ակնկալելու հաշվետվողականություն, թափանցիկություն եւ տեսանելի գործունեություն։ Մինչդեռ թերթն արձանագրում է, որ այս ինստիտուտը խնդիր ունի թափանցիկության հետ կապված։ Նախագահի պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկությունը սահմանափակ է եւ հաճախ չի տալիս ամբողջական պատկերացում, թե ինչպիսին են ծախսվում պետական միջոցները։ Երկրորդ խնդիրը գործունեության բովանդակային աղքատությունն է։ Նախագահի պաշտոնական կայքում հրապարակվող նորությունների զգալի մասը բաղկացած է շնորհավորական եւ ցավակցական ուղերձներից։ Այս իրավիճակում բնական հարց է ծագում. եթե նախագահի ինստիտուտը փաստացի սահմանափակվում է արարողակարգային եւ խորհրդանշական գործառույթներով, ապա արդյոք ներկայիս ծավալով պահպանվող կառույցը համապատասխանում է արդյունավետ պետական կառավարման սկզբունքներին։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ վարույթ է հարուցվել։ Հանձնաժողովը քաղաքացու դիմումի հիման վրա 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ, որը գտնվում է ընթացքի փուլում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից նշել են թերթի հետ զրույցում, որ վարույթը վերաբերում է մասնավոր անձանց անձնական եւ ընտանեկան կյանքին առնչվող զգայուն տվյալների, ուստի այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ Թերթին հայտնի է դարձել, որ քաղաքացու դիմումը վերաբերում է այն հանգամանքին, որ Անահիտ Մանասյանը ըստ դիմողի դուրս էր եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից եւ միջամտել մասնավոր ընտանեկան հարաբերություններին, կատարելով հարցումներ եւ ներգրավվելով արտերկրում գտնվող կառույցներին։ Գրում է թերթը։